Այսօր պահքի շրջանում, երբ ամբողջ քրիստոնեական աշխարհը մուտք է գործել մարմնական եւ հոգեվոր պահեցողության շրջան, Երուսաղեմի սրտում փակվել են քրիստոնեական սրբավայրերը։ Քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից մեկը Սուրբ Հարության տաճարը ոչ միայն փակ է ուխտավորների ու այցելուների համար, այլև ծեսեր չեն կատարվում։ Սա նշանակում է, որ Սուրբ Քաղաքում 3 քրիստոնեական հիմնական համայնքները՝ հայ առաքելական, հույն ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիները չեն կարողանում այնտեղ իրականացնել ժամերգություն, պատարագ, որևէ ծիսական արարողություն։ Խոսքը մի վայրի մասին է, որտեղ ըստ քրիստոնեական ավանդության տեղի են ունեցել խաչելությունն ու հարությունը, եւ հենց այստեղ է ամեն տարի հարության տոնին դուրս բերվում Սուրբ կրակը եւ բաշխվում հավատացյալներին։ Պաշտոնական բացատրությունը անվտանգությունն է։ Փետրվարի 28-ից լայնածավալ ռազմական էսկալացիան Իսրայելի եւ Իրանի միջև ամբողջ տարածաշրջանը վերածել է բարձր ռիսկի գոտու։ Օրեր առաջ հրթիռների բեկորներ են ընկել հենց 5 քաղաքի տարածքում սրբավայրերի հարևանությամբ։ Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ մեծ հավաքները վտանգավոր են եւ որոշում է կայացվել փակել սրբավայրերը, ներառյալ Սուրբ Հարության տաճարը։ Պատմության մեջ տերունակող վայրերի հասանելիության հետ կապված սահմանափակումներ եղել են, սակայն նույնիսկ համաճարակի տարիներին տաճարում ծեսերը չեն դադարել ամբողջությամբ։ Անգամ պատերազմների ընթացքում եկեղեցին շարունակել է իր ծիսական կյանքը։ Նման լիակատար փակումը, հատկապես ծիսական կյանքի դադարեցմամբ, հազվադեպ եւ բացառիկ դեպք է։ Քրիստոնեական համայնքներում դժգոհությունը մեծ է։ Հոգևորականները քննադատում են իրավիճակը, մեղադրանքները հիմնականում ուղղվում են Իսրայելի իշխանություններին կրոնական ազատությունների սահմանափակման համար։ Նշվում է, սա հարված է ոչ միայն հավատացյալներին, այլև Երուսաղեմի պատմական կրոնական ստատուս քվոյին։ Հատկապես սուր է արձագանքը այն պատճառով, որ փակումը տեղի է ունեցել պահքի շրջանում եւ նախորդում է Զատկին, երբ հազարավոր ուխտավորներ սովորաբար հավաքվում են հենց այս վայրում։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։